Փուչիկներ, երաժշտություն, խաղեր ու մանկական ծիծաղ։ Երեխաների պաշտպանության տոնը մայրաքաղաքում նշվում է տոնական տրամադրությամբ, իսկ գլխավոր հերոսներն իհարկե փոքրիկներն են։ Քաղաքի զբոսայգիները լցված են մանկական ծիծաղով։ Տոնական ծրագրերը տարբեր են, բայց նպատակը մեկն է՝ երեխաներին նվիրել ուրախ օր։ Փոքրիկները պատմում են իրենց երազանքները։ Որ մեծանաք ինչ եք ուզում դառնալ, ինչու եք ուզում։ Իրականում ես դեռ չեմ որոշել, բայց երևի դերասանուհի կդառնամ։ Կամ պարուհի եմ ուզում դառնամ կամ դերասանուհի։ Պարուհի եմ ուզում դառնամ, սիրում եմ պարել։ Երգչուհի ու դաշնակահար։ Ֆուտբոլիստ։ Այսօր այստեղ հավաքված երեխաների համար օրը լի է խաղերով, ընկերներով ու անակնկալներով։ Նրանք պատմում են ինչպես են պատրաստվում նշել հունիսի 1-ը եւ ինչի մասին են երազում։ Ես եկա ու սենց շատ զարմացա, շատ սիրուն է պատրաստված ու ոնց որ մենք հարևոր մեծ ենք տարիքով, 14 տարեկան ենք։ Իմ համար ավելի շատ ես մանկություն վերադարձա այս ամեն ինչն անելով։ Շատ ուրախ եմ։ Դե հետաքրքիր, ավելի շատ դրս շատ է գալի։ Մառաժնի ուտը։ Իմ մորը սովորական։ Ուրախ։ Ուրախ, շոպիտով, չտակրեմ։ Ու առեցիկը այս կազմակերպությունը մեզ շատ է ուրախացնում։ Սակայն հունիսի 1-ը միայն տոնական օր չէ, այն նաև հիշեցնում է երեխաների իրավունքների եւ պաշտպանության մասին։ Այդ պատճառով այս հարցն ուղեցինք նաև ծնողներին։ Դե երեխաները մեր համար կյանք են, ամենակարևորը։ Ուզում ենք, որ մեր պետությունը պաշտպանված լինի։ Ամենակարևորը խաղաղ երկնքի տակ մեծանան մեր բալիկները բոլորի։ Պաշտպանում են շրջակա աշխարհից, իրանց բարի օր լինի, ամեն ինչը տենց խաղաղ լինի, կարևորը կապույտ երկինք լինի իրանց, խաղաղ երջանիկ ապրեն։ Հետաքրքիր է, որ ասում են երեխաների պաշտպանության օր, ինչ եք կարծում, ումից կամ ինչից եք պաշտպանում մեր երեխաներին։ Ինչ որ վատ բաներից էլի։ Մեր երեխաները մեր ներկայությամբ արդեն իսկ պաշտպանված են, իրենց ավելորդ պաշտպանություն կարծում եմ կարիք չկա, հոգեպես խաղաղ լինեն եւ անկեղծություն լինի շրջապատում, մնացածը իրենք արդեն իսկ պահպանված կլինեն։ Երեխաներին ոչ մի բանից, ուղղակի ուզում ենք ազատ ապրել, ուրախ։ Իսկ այսօր երեխաները շարունակում են վայելել իրենց օրը խաղալ, երազել ու պարզապես ուրախանալ։ Հենց այդ անհոգ մանկությունն էլ թերևս ամենակարևորն է, ինչը մեծահասակները պետք է կարողանան պաշտպանել։